քիչ ես ուշացումով միացա, որովհետև այսօր ինչքան տեղյակ եք, դատախազության առաջել ենք կազմակերպել ակցիա, բողոքի ակցիա, պահանջի վերջի ժամանակների արցախայցության նկատմամբ այդ անձի կողմից, այդ ատելության, այդ վիրավորանքների հետ կապված դիմում եք ներկայացրել, դրա համար այսօր մի քիչ դեպ ուշացանք, բայց այս նախաձեռնության սկզբնական օրվանից մենք բոլորս էլ հանրության կողմից ստացած աջակցություն առանձնապես անհետ կորած ծնողների կողմից, առանձնապես զոհված ծնողների կողմից մենք մի հատ խնդիր ունենք, բոլորին ունեն մի հատ խնդիր, իմանանք պատճառները, իմանանք ինչի համար չի աշխատում այդ նախաձեռնած սկզբնական այդ հանձնաժողովի միջև վերջնական բանը, ինչն է խանգարում։ Խանգարում աստե անձեր, խանգարում են ստեղ այն մեղավորները, նորից եմ ասում, ես անվանում եմ արդեն իրենց մեղավորներ, որովհետև իրենք կասկածանքի տեղ են տալիս, որովհետև առաջերտին իրենք, որ շահագրգռված չեն, դա շուտ բացեն այդ հարցերը, որ հանրությանը, հասարակությանը ներկայացնեն արդեն պարզ ինչ է կատարվել ինչով։ Ես գիտեմ, թե մենք լուրջ խնդիրներ ունենք արդեն պետական մակարդակով ներկայացուցիչների մեջ, լուրջ խնդիրներ ունենք բացի դավաճանության հասկացողություն, հանցագործություն իրականացող մարդկանց հետ։ Այդ մարդիկ մի օր էլ, 10 օր էլ, մի ամիս էլ, մի տարի էլ անցնեն, մեկը այդ պարզությունը հանրության կողմից մենք ստանալու ենք բոլոր այդ պատասխանները։ Դա այդքան այդ բոլոր այդ երևույթները, բոլոր այդ հանգամանքները առաջացել է մի կարևոր պատմական նշանակություն ունեցող հարցից, Արցախի հիմնախնդրից, Արցախի հանձնման, Արցախին դավաճանած, Արցախին, որ ասում այդ թուրք սրիկաների հետ համագործակցած այդ ներկայացուցիչները պիտի պարզ ջրի երես ելնեն։ Մենք այս իրավիճակում հաշվի առնելով, որ ազգային ժողովի պատգամավորները որպես ժողովրդի ձայնը կողմից ընտրված, իրենք պիտի մեզ այսօրվա իրավիճակում աջակցեն, մեր հետ միասին այդ ճանապարհով, այդ քայլերով, քայլ առ քայլ գնանք հասնենք ճշմարտությանը։ Երկրորդ կողմը գալիք ընտրությունները, որ բոլորի համար մի քիչ ավելի բարձ լինի խոսելը, թե մեղավորության հետ կապված, թե անգործության հետ կապված, բոլորին ունեն հնարավորություն այսօր արդարացնելու ամեն մեկը իր կերպարը, իր երեսը։ Հանրությունը տեսնելով ավելի ճիշտ կձևակերպի, ինչ ուղղության վրա գնա, ում հետ շարունակի իր վաղվա ապագան, ու այսօր մենք այս ինչի համար ենք ստեղ կոնկրետ շեշտադրում ազգային ժողովում, որովհետև դա ձևակերպել է ազգային ժողովում, դա ձևակերպել է հենց ստեղ է քննարկվել, ու այս միջավայրում է քննարկվել, ու այդ հարցի լուծումը պատասխանները պիտի լինի։ Այն ինչ վերաբերվում է գաղտնի ինչ որ մտքեր, ինչ որ դրանց ձևակերպման մեջ կա տես գաղտնի ինչ որ բաներ, ես գիտեմ, թե գաղտնիք չկա մեր այս երկրում արդեն, ես գիտեմ, թե Արցախի կործանումից հետո այդ որ մատուցել են թշնամուն, դա հենց թշնամին տիրապետել է բոլոր այդ գաղտնիքներին, որ կարողացել է տիրապետի Արցախին։ Դեռ գաղտնիք չկա, ժողովրդին մի ստեք, մի խաբեք։ Թշնամին տիրապետել է այդ գաղտնիքներին, դրա հիման վրա էլ Արցախը գնացել է կործանման։ Հիմա այսօր այդ խոսույթի տակ չշփոթեք ժողովրդին կամ հանրությանը։ Պիտի գաք, պիտի բացահայտվի այդ բոլոր այդ հանգամանքները, այդ պատճառները, սկսած Արցախի պարտության պատճառները, պատերազմի հրահանգման պատճառները, որի հիման վրա, որի ժամանակա ընթացքում այնքան մեծականակ կորուստները, որ զոհաբերել են այդ երեխեքը, դեղ եղել է մեծամասնություն բացթողումներ հենց դավաճանության, հենց հանցագործություն իրականացնող դեմքերի բացթողումների հիման վրա։ Ու նույնն էլ Արցախի կործանումը։ Դրա համար պահանջատեր եք լինելու մինչև վերջ, այդ պահանջատեր լինելու հիման վրա էլ մենք ընթացքային գործնական քայլ առ քայլ իրենց պատասխանից, իրենց դրսևորումից, ամենակարևորը դրսևորումից մենք կարողանալու ենք հասկանանք ինչ մարդկանց հետ գործ ունենք ու այդ գործողության հաջորդական process-ի ինչ քայլերով կարանք մենք այդ պատասխանները ստանանք։